Երբևէ փնտրել եք ձեզ ինտերնետում։ Գիտեք ինչ կգտնեն մարդիկ, եթե որոշեն ձեր մասին տեղեկություններ հավաքել ոչ թե հարևաններից, այլ համացանցից։ Իսկ ինչ պետք է գրված լինի օրինակ։ Ուղղակի այն ցանցերն են բերում, որտեղ որ ես գրանցված եմ։ Դե առաջինը Facebook-ի էջն է բերում, որ կարող եք տեսնել։ Մեյլս կբերի, հեռախոսից համարը կբերի։ Մեր մասին կոնկրետ չգիտեմ ինչ կա։ Ինձ չեմ էլ հետաքրքրվել։ Նկար, հեռախոս, էլեկտրոնային փոստ, անուն ազգանուն, հասցե, թվում է մեծ բան չէ, բայց բոլորը միասին արդեն դոսիե է։ Մարդ այստեղ իր հեռախոսի համարն է դնում, այնտեղ իր լուսանկարն է դնում ինչ որ մեկի հետ եւ այլն։ Ու քիչ թե շատ տեղեկատվություն փնտրող մասնագիտացված մարդ կարող է շատ արագ ինչ որ մեկի մասին հավաքել մանրամասն դոսիե զուտ այն տեղեկատվություններից, որոնք հենց այդ մարդը ոնց որ ինքն իր ձեռքով sense փշրել է ամբողջ ինտերնետով։ Ազնվությունը համացանցում առնվազն միամտություն է, այն կարող է օգտագործվել ձեր դեմ։ Սոցիալական ցանցերը շատ ավելի լավ ինֆորմացիա են տալիս, ու հատկապես այն մարդիկ, ովքեր որ սոցիալական կայքերում գրանցում են իրենց անուն ազգանուններով, նույնիսկ նշում են բառացիորեն իրենց անձնական տվյալները եւ շատ-շատերը նույնիսկ հիմա նշում են նաեւ բջջային հեռախոսահամար։ Այսօր մարդու անուն ազգանուն իմանալով կարելի է իմանալ թե ինքը որտեղ է բնակվում, որտեղ մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաց իր կայքի վրա այդ ամբողջ բազան դրած ունի։ Իսկ թվում է ինչ որ խնդիր կա այստեղ, որտեղ չեմ կարծում որ բոլորը համաձայն են, որ իրենց անուն ազգանունով հնարավոր լինի գտնել իրենց հասցեն։ Յուրաքանչյուրի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը ամրագրված է օրենքով, եվրոպական կոնվենցիաներով եւ սահմանադրությամբ։ Անձի մասին գաղտնի տեղեկություններ հավաքելը, պահպանելը, օգտագործելն ու տարածելը հանցագործություն է։ Կան նաեւ բացառություններ, ինչպես օրինակ ԿԸՀ-ի դեպքում։ Բացատրում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Մասնավոր եւ հանրային շահի բախման խնդիրն է գալիս, որովհետեւ անձը հնարավոր է ցանկանա կոնկրետ այդ տեղեկատվությունը դարձնել հրապարակային։ Այնուամենայնիվ այդ մասնավոր եւ հանրային շահի բախման դեպքում հնարավոր է որ հանրային շահը արդարացնի որոշակի մասնավոր կյանքի վրա մեր տվյալների հրապարակում։ Ճարպիկ ձեռքերում ձեր կոնտակտները կարող են հանցանշան դառնալ ձեր դեմ։ Համաձայնվելով Одноклассники.ru կամ Facebook կամ որևէ սոցիալական կայքի օգտագործողի համաձայնագրի հետ, այնտեղ պետք է ուշադիր կարդալ, որ որևէ կետ անպայման ասում է դուք համաձայնվում եք այս համաձայնագրի հետ հասկանալով, որ ձեր տվյալները բոլորի կողմից դիտարկելի են դառնում։ Ձեր լուսանկարը կարող են գողանալ Facebook-ից եւ Однокласснիկում բացել ձեր անունով մի հատ էջ եւ ձեր անունից այնտեղ ինչ որ բան վաճառեն, հա, կամ քաղաքական քարոզ կարտան։ Ավելի վատ դեպքեր են լինում։ Վերջերս Ռուսաստանում բջջային օպերատորներից մեկի տեխնիկական սխալի պատճառով բաց ինտերնետում հայտնվեցին ցանցի ներսում ուղարկվող բոլոր կարճ հաղորդագրությունները։ Yandex փնտրող համակարգը մտել էր ավտոմատ կերպով եւ այդ սաղ այդ ժամանակավոր գրված SMS-ները քաշել տարել էր փնտրող համակարգը։ Եվ բոլորը մոտ 1 օր հնարավորություն ունեին նայել թե որ համարով, իսկ դուք ձեր ընկերների համարները գիտեք։ Ում ինչ SMS-ա գրվել, հա։ Ու պատկերացրեք քանի ընտանիք քանդվեց։ Որպեսզի ձեր տան պատերը ամուր լինեն, զգուշացեք օտար ականջներից։ Համացանցում դրանք միլիոնների են հասնում։